Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից զանցանք թույլտված անձանց նկատմամբ կազմվել են թվով 750 արձանագրություններ, որից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակներ է կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված չլինելու վերաբերյալ թվով 67 արձանագրություն, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինությունների իրականացման թվով 32 արձանագրություն, ավարտված շենքերը կամ շինությունները առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու վերաբերյալ թվով 3 արձանագրություն, շենքեր և շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար թվով 44 արձանագրություն, ոչ սահմանված վայրում շինարարական աղբի կուտակման վերաբերյալ թվով 3 արձանագրություն, ոչ սահմանված տեղում առևտրի իրականացման համար թվով 137 արձանագրություն, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 17 արձանագրություն, առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատացնելու համար թվով 17 արձանագրություն, հեղուկ վառելիքի վաճառքի իրականացման վերաբերյալ թվով 5 արձանագրություն, առանց թույլտվության խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու վերաբերյալ թվով 5 արձանագրություն, հանրային սննդի կազմակերպման և իրացման վերաբերյալ թվով 17 արձանագրություն, առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու ծառայություն իրականացնելու համար թվով 4 արձանագրություն, սեզոնային հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ թվով 2 արձանագրություն, սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում ընդգրկված օբյեկտները շահագործելու համար թվով 25 արձանագրություն, առանց համայնքի ղեկավարի իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելու վերաբերյալ կազմվել է թվով 8 արձանագրություն, լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելու համար թվով 17 արձանագրություն, Երևան քաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար թվով 28 արձանագրություն, Երևան քաղաքի վարչական սահմաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու վերաբերյալ կազմվել են թվով 319 արձանագրություն, միաժամանակ տեղեկացնում եմ, որ կազմակերպել է մոտ 4.2 տոննա տարբեր ապրանքատեսական ու առգրավման գործընթացներ, ներկայումս իրականացում են թվով 761 վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ համապատասխան վարչարություններ, տեղեկացնում եմ նաև, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել են թվով 9 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների հետ համատեղ, պարոն քաղաքապետ, նշեմ նաև, որ ներհամայնքային տրանսպորտում թույլտված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 572 անձանց նկատմամբ կազմվել են տուգանքի որոշումներ, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.9 հոդվածի համաձայն, մասնավորապես 459 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 18 այլ անձի արտոնությունից օգտվելու և թվով 95-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար, միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 80 վարչական բողոքներ, որոնցից թվով 41 գործերը մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ թվով 39 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ, հաշվի առնելով կատարված վճարման վավերացման և վալիդատորի առկա խնդիրը, ինչպես նաև Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված պարզաբանումը։ Շնորհակալ եմ, բայց վերադառնանք փոսերին։ Պարոն Փամբուխչյան, մենք ունենք 6 ապալառու ընկերություն, ճիշտ եմ հիշում, 6 հաղթող ընկերություն ունենք, 6 լոտ ունենք, 5 հաղթող։ 6 լոտ, 5 հաղթող։ Ունենք ընկերություններ, որոնք որ մի քիչ տեմպի հետ կապված ունենք մտահոգություն։ Այո, պարոն քաղաքապետ, ընդհանուր առմամբ մեր մոնիթորինգը ցույց տվեց այս վերջին 3 օրերի ընթացքում, որ մի փոքր կենտրոն վարչական շրջանը սպասարկող ընկերությունը եւ Էրեբունի վարչական շրջանը, միգուցե այլ շրջաններ են սպասարկում, բայց մենք խնդիրները նկատել ենք այդ երկու վարչական շրջաներում, որտեղ որ ծավալի հետ կապված կտրման ասֆալտի կտրման ծավալների հետ կապված կար որոշակի դանդաղություն, մենք այդ օրը գիշերը զգուշացրել ենք եւ եւս մեկ անգամ հիմա հրապարակային զգուշացնում ենք, որ եթե իրենք հապաղեն, այսինքն այն տեմպերը, որոնք որ մենք պահանջում ենք չկարողանան բավարարել,
միգուցեև մենք անցնենք այլ մեթոդների։ Պարոն Թևոսյան, այս ընկերությունների հետ կոմունիկացիա արվել է։ Այո, Ինչ են ասում։ ասում են, որ ամբողջությամբ կանեն այն, ինչ պահանջը դրված է իրենց առաջ։ Հիմա ամեն դեպքում դուք ֆիքսել եք, որ խնդրեմ կա այդտեղ իրենց հետ։ Պարոն քաղաքապետ, Ծավալների առումով արագության առումով մենք իրենց հետ այո խոսել ենք եւ պարտադրել ենք։ Ես մի բան առաջարկեմ, ես ձեզ ասել եմ դեռևս նախորդ շաբաթվանից եւ տկեն գործընկերները եւ մեկ այլ ընկերություն, որը որ նույն ոլորտում կարող է ծառայություններ մատուցել, իրենց ծառայությունն են առաջարկում առանց հավելյալ վճարման եւ տկեն գործընկերների հետ հենց այսօր բամբամբողջան խնդրում եմ կապվել, այդ ծավալները հասկանալ, տեղաբաշխել այդ ծավալները այն կապալառուների հատվածներում, որոնք որ հապաղում են, իրենց ծավալները մենք կլրացնենք այլ ձևով եւ նաեւ այն ընկերությունը, որը որ նույնպես իր ծառայությունը առաջարկել է նույն սկզբունքով, այսինքն այդ տեղերում լրացնել։ Այսօր խնդրում եմ դուք զբաղվեք դրանով։